Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, 5-րդ տալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Ադրբեջանը հաստատեց, որ Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացրել է հիմնովին, այդ մասին ավելի վաղ հայկական կողմից մտահոգիչ տեղեկություններ էին ստացվել։ Ի վերջո Ալիևը ինչ է անում։ Արցախում հայկական ժառանգությունը, թե հայկական հետքն է ոչնչացնում։ Գիտեք, Ալիևը անում է այն, ինչ անում էին ադրբեջանցիները մինչև այս բոլոր այն բնակավայրերում, որոնք հայտնվել են իրենց վերահսկողության ներքո, ես հիշեցնեմ, որ սրանից առաջ էլ լրջագույն ոչնչացման այսպես գործողություն տեղի ունեցավ Նախիջևանում հայկական խաչքարերի նկատմամբ, որոնք մշակութային ժառանգություն էին, համաշխարհային մշակութային ժառանգություն էին, եւ դրա համար մնաց անպատիժ։ Ալիևի վարկագծի մեջ չկա ոչինչ, որ մեզ պիտի զարմացնի։ Մեզ պետք է զարմացնի։ Մեզ չասեմ զարմացնում է, որովհետեւ ըստ էության քաղաքացիական պայմանագրի վարկագծում էլ արդեն չկա բան, որ մեզ պիտի զարմացնի, բայց մեզ պիտի զարմացնի այն, որ նման խոսույթ ունեցող մարդիկ այսօր իշխանություն են Հայաստանում։ Օրինակ Արսեն Թորոսյանը։ Այո, Արսեն Թորոսյանը քաղաքացիական պայմանագրի առանցքային դեմքերից մեկը ասում է Ալիևը իր ինքնիշխան տարածքում անում է ինչ-որ բան, իբր թե մեզ ինչ։ Գիտեք, մի կողմ թողնենք այդ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, երբ դարձավ Ադրբեջանի ինքնիշխան տարածքը, ում շնորհիվ, ինչպես, ում դավաճանական դավադիր ձեռքով, դա մի կողմ թողնենք։ Ենթադրենք Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է։ Բայց կներեք, դա հայ ժողովրդի մշակութային հոգևոր ժառանգությունն է։ Մշակութային հոգևոր կոթողեր, չէ՞։ Ինչ տարբերություն ում ինքնիշխան տարածքում է մշակութային հոգևոր կառույց ոչնչացվում։ Հատկապես որ նման ձևակերպում ոչ մի երկրի ներկայացուցիչի կողմից մի իրավիճակի, որ ասենք Արսեն Թորոսյանը Աստված մի արածը թող բոլորի հարազատները առողջ եւ անվնասնեն, ասենք եթե Ադրբեջանի տարածքում Արսեն Թորոսյանի հարազատներից որևէ մեկին վնասեն, Աստված մի արածը, դա չեմ ուզում, բայց օրինակի համար եմ ասում։ Արսեն Թորոսյանը ասել դա տեղի է ունեցել Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, մեզ ինչ, բայց կներեք։ Սա ինչ կարգի թրքահպատակ վարկագիծ է, որ դրսևորում են սրանք։ Այս սրա մասին ենք խոսում մենք միշտ, երբ ահազանգում ենք, որ Հայաստանը հայտնվում է ոչ թե անգամ ոչ թե Թուրքիայի ազդեցության տակ, այլ Ադրբեջանի ազդեցության տակ։ Երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կողմից մայր տաճարը Ստեփանակերտի քանդվել է, Facebook-ում մի այսպիսի էջ կա, հումորային էջ է տեղին մամուլ, որը առաջին օրերին հումորային արձագանք էր արել այդ տեղեկատվության, ասելով գրված էր, որ Հայաստանի իշխանությունները ճշտում են Բաքվի իշխանություններից, արդյոք իրենք կարող են արձագանքել Բաքվի բարբարոսություններին։ Թույլտվություն են հարցնում։ Սա առաջին հայացքից հումոր է, բայց իրականության մեջ սա այն իրականությունն է, որը ձևավորել է քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եւ երբ մենք խոսում ենք այդ վտանգների մասին, որ Հայաստանը իր ինքնիշխանությունը ոչ թե զիջել է անգամ Թուրքիային, այլ Ադրբեջանին, դրա արտացոլումն է։ Իրականում Ադրբեջանը այսօր դեռ ոչ այդքան տեսանելի, ոչ հրապարակային, բայց մեր կյանքի տարբեր բնակավարների վրա էական ազդեցություն ունի։ Էական ազդեցություն ունի։ Ադրբեջանը Աստված մի արած, ինչում ես համոզված եմ, որ դրա հնարավորությունները շատ քիչ են, Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանության դեպքում ուղիղ հրահանգներով է աշխատելու։ Հիմա էլ հնչող հայտարարությունները ավելի շատ հրահանգի։ Հիմա այո, մի փոքր դիվանագիտությունը պահում են, բայց եթե այդ վատագույն սցենարը իրագործվի, իսկ ես կարծում եմ դրա հնարավորությունները շատ քիչ կան, Փաշինյանի վերարտադրության հրահանգները լինելու են ուղիղ։ Այս իշխանությունը ընդունելու է Ադրբեջանի ինքնիշխանությունը հրապարակայինորեն, ասենք, ասելու են, որ տարածաշրջանում թելադրողը Բաքուն է եւ Հայաստանը, հիշում եք ժամանակին մի փոքր չնայած մենք պաշտոնական դաշնակցային հարաբերություններ ունենք եւ բնական էր, որ մենք Մոսկվայի հետ մեր տարածաշրջանային քաղաքականությունը պիտի ճշտենք, հա։ Հայաստանի ղեկավարներից որևէ մեկը գնում էր Մոսկվա, ասում են գնում են Մոսկվա ճշտելու թե ինչ պետք է անեն, այսպեսի հատկապես հայկական ժամանակներ այդ բանը օգտագործում։ Հիմա գնալու են Բաքու, որ ճշտեն
թե մեր մեզ թշնամաբար տրամադրված պետությունը ինչ որոշումներ ունի մեր մասով։ Եվ ամենագլխավոր ցուցիչը, որ Ադրբեջանն է թելադրում մեր կյանքի ինչպիսին լինելը, դա սահմանադրության փոփոխության մասին այս իշխանության պարտավորության ստանձնումն էր, որը արեցին ընտրություններից առաջ, ասելով, որ այո, հրաժարվելու են անկախության հռչակագրի հիշատակումից, ինչը Ադրբեջանի պահանջներ, չէ՞։ Եթե ինչ է սահմանադրությունը պետության գլխավոր փաստաթուղթն է, մայր օրենքն է, որից բխում են մյուս բոլոր օրենքներն ու փաստաթղթերը, որով մենք ապրում ենք այս հանրապետության սահմաններից ներս, չէ՞։ Սա գլխավոր ցուցիչը չի, որ Ադրբեջանն է որոշելու մենք ոնց ենք ապրելու։ Իսկ ով ասեց, որ միայն անկախության հռչակագրից հրաժարումն է Ադրբեջանի պահանջը կամ սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունը միայն Ադրբեջանի պահանջով, միայն անկախության հռչակագրից հրաժարումն է։ Գուցե այնտեղ ես վստահ եմ, որ կան, ոչ թե գուցե ես վստահ եմ, բայց հանրությունը կարող է ենթադրել, որ այնտեղ կարող են լինել կետեր եւ կան կետեր, որոնք փոխվել են ուղիղ Ադրբեջանի պահանջով։ Թե ինչպիսի կառավարման ձև պիտի ունենանք, ինչ մոտեցումներ պիտի լինեն, հա։ Հիմա տեսեք, ինչն է խոսում այն բանի օգտին, որ Հայաստանը Ադրբեջանի պահանջով, չնայած քաղաքացիական պայմանագրերը հերքում է, Հայաստանը Ադրբեջանի պահանջով է փոխում սահմանադրությունը կամ ստանձնել պարտավորություն սահմանադրությունը փոխելու։ Եթե հիշում եք 2024 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 24 կամ 25-ի սկիզբ, մի խոսքով, շատ հեռու անցյալից չէ, Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Ալիևի պահանջներին սահմանադրության փոփոխության բերում էր հայկական կողմի հիմնավորումները։ Ընդ որում, սա առաջին անգամ էր, կարելի էր ասել, որ իրականում կարծեք թե դիվանագետների կողմից մշակված հիմնավորում էր, որը հայկական կողմը պետք է օգտագործեր։ Ես հիմա մեր հեռուստատողներին ուշադրությանը մի բան կներկայացնեմ, տեսագրության ձայնը կներկայացնեմ։ Ոնց որ ասած, այն ինչ որ ես ասում եմ, ուզում եմ հիմա մեր օգնական Նիկոլ Փաշինյանի բերանով ասել, որպեսզի քաղաքացիները հասկանան, թե ինչ վտանգների մասին ենք մենք խոսում, որ սրանք հորինված վտանգներ չեն, սրանք ընդդիմադիր դաշինքը ներկայացնող գործչի մտահոգություններ չեն, որ ասեն մի քիչ գույները խտացրել եք, հա։ Լսենք Նիկոլ Փաշինյանին, խնդրեմ։ Ադրբեջանը էլի ուրիշ մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանին, ասելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Եկեք հիմա նայենք Ադրբեջանի սահմանադրությանը։ Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին։ Այդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայիսի 28-ի Ադրբեջանի անկախության հռչակագրին։ Եվ անկախության ակտի մեջ նշված է, որ այսօրվա Ադրբեջանը 18-ից 20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդն է։ Իսկ 18-ից 20 թվականի Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են հարավային եւ արևելյան Անդրկովկասը եւ 1919 թվականին Անտանտին ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավակնություններ է ներկայացրել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ եւ Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու եւ Շիրակի մարզերի նկատմամբ։ Լսեցիք օգնական Նիկոլ Փաշինյանին։ Սա 24 թվականի ամենաուշը, ամենահին թվագրությամբ, որ ասենք 24 թվականի հայտարարություն է։ Ընդամենը 2 տարի։ Հիմա տեսեք, այս մտահոգությունները ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասել, ձեզ ասեմ, մինչև ԿՊ-ի ասել եմ, մենք հրապարակային մեր ելույթներում սրա մասին խոսել ենք, որ Ադրբեջանի անկախության հռչակագրով հղում է արվում, այսինքն հիշատակվում է այն, որ Ադրբեջանը ոչ թե խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է, ինչը Հայաստանը օրինակալ է, որ խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է, այլ մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդն է, այսինքն 18-20 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի իրավահաջորդն է։ Սա արդեն իր հերթին նշանակում է, որ իրենք Ադրբեջանը ընկալում են այնպիսին, ինչպիսին ընկալվել է 18 թվականի հռչակագրով։ Լսեցիք, հարգելի հեռուստադիտողներ, հատկապես Նիկոլ Փաշինյանի ստերին հետ հավատացող մեր հարգելի հայրենակիցներ։ Այո, լսեցիք Նիկոլ Փաշինյանը ասաց, թե Ադրբեջանը
ինչ տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։ Հիմա տեսեք, հաջորդ մտքով Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ճիշտ է Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի մեր նկատմամբ, բայց կնքվելիք խաղաղության պայմանագրով այդ հարցերը դուրս են գալիս, որովհետև խաղաղության պայմանագիրը ոնց որ ավելի բարձր է։ Հիմա այս հայտարարություններից հետո Հայաստանը, որը պատրաստ է կնքել այդ խաղաղության պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի դեմքով, չէ, հրաժարվում է, այսինքն կատարում է Ալիևի պահանջը, հրաժարվում է անկախության հռչակագրից, բայց միևնույն ժամանակ Ալիևը չի հրաժարվում իրենց անկախության հռչակագրի հիշատակումից սահմանադրությունում, իրենց սահմանադրությունը չի փոխվում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մի բան, որ Ադրբեջանը այն խաղաղության պայմանագիրը, որ իր ճնշման ներքո է գրվել, հա, հիմա կարող է նաև ստորագրվել, ինքը խնդրի վերջը չի համարում։ Խնդրի վերջը չի համարում։ Եվ այս ինչ է ստացվելու։ Ադրբեջանը ասելու է, հարգելի միջազգային հանրություն, տեսեք, Հայաստանը որպես պետություն, հա, հրաժարվել է իր անկախության հռչակագրից։ Ես չեմ հրաժարվել իմ անկախության հռչակագրից եւ ելնելով իմ անկախության հռչակագրից մենք Հայաստանի հետ վիճելի տարածքներ ունենք, որոնք այն թվարկված մարզերը Նիկոլ Փաշինյանը թվարկեց Սյունիք Վայոց-ձորը ամբողջությամբ, Տավուշ, Լոռի, Գեղարքունիք մասամբ։ Այդ քարտեզները Ադրբեջանը հրապարակել է։ Ստացվելու է, տեսեք, Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում, ասում էր մենք չունենք կադաստրի վկայական, չէ՞։ Ալիևը ասելու է, սիրելի միջազգային հանրություն, լսել եք Հայաստանի ղեկավարին, ինքը հրաժարվել ասել է մենք կադաստրի վկայական չունենք, այսինքն օրինականություն այդ տարածքների վրա մեր սուվերենության չունենք։ Ինք չունի, ես ունեմ կադաստրի թուղթ, հարգելի միջազգային հանրություն։ Փաշինյանը լեգիտիմացնում է Ալիևի հետագա ագրեսիան Հայաստանի։ Իհարկե, եւ ձեզ ավելին ասեմ, Փաշինյանը ուզում է իր այս հանցավոր մտադրությունը, որ Ալիևի հետ ծրագրել են, արևմուտքի հովանու ներքո բերել են, արդեն նախաստորագրել են, ուզում է դրան մասնակից դարձնել մեր սիրելի հայրենակիցներին, ընտրության տեսքով արդեն, հա, հունիսի 7-ի տեսքով։ Ես ամենևին չեմ մեղադրում մեր հայրենակիցներին, ովքեր խաբված են Նիկոլ Փաշինյանին։ Ես ասում եմ, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանն էլի խաբելու է ձեզ, եւ ձեր են քվեն, որը դուք օրինակ տվել եք, ասենք, թոշակների ենթադրենք 10,000 բարձրացման համար, կամ որ անվճար այս ընթացքում միջև ընտրություններ կարողանալու եք պոլիկլինիկա գնալ, վիրահատվել, որ հետո ճակատագիրը անհայտ է, դրա համար եք տվել։ Փաշինյանը դա ներկայացնելու, որ դուք կողմ եք այն աշխարհաքաղաքական պլանին, որի մեջ ինքը մտցրել է Հայաստանին։ Իսկ ինչու Ալիևի համար լուրջ չէ խաղաղության այսպես կոչված այդ փաստաթուղթը։ Դա էլ իր պատճառներն ունի, գիտեք, որովհետև եւ այս առումով Ալիևը շատ նրբանկատ է եւ շատ դիվանագիտորեն մոտենում է խնդիրներին, շատ լուրջ է վերաբերվում փաստաթղթերին, հա, որոնք իրենց պետության հիմնադրման հիմքում են դրված։ Ուրեմն Ադրբեջանի Հանրապետությունը անկախանալուց հետո եւ անկախանալով հեղում տալով նաեւ մուսաֆատական Ադրբեջանի իրավահաջորդը լինելուն եւ նաեւ իրենց պաշտոնական փաստաթղթերում իրենք խորհրդային միության այդ 70 տարիները համարում են օկուպացիոն ժամանակաշրջան, ասում են խորհրդային Ռուսաստանի կայսրությունը օկուպացրել է մեզ։ Դա ինքնիշխանություն չի եղել, դա պետություն չի եղել, քվազի կեղծ պետություն է եղել եւ մենք չենք ընդունում խորհրդային միության տարիները որպես ադրբեջանական պետականության տարիներ։ Ահա, եւ իրենք ապօրինի են համարում խորհրդային միությանը միանալու Ադրբեջանին առնչվող բոլոր փաստաթղթերը։ Բայց սա ինչ է նշանակում։ Եթե խորհրդային միությանը միանալը Ադրբեջանը պաշտոնապես համարում է ապօրինի այդ միանալու փաստաթղթերը եւ այդ ժամանակահատվածը համարում է օկուպացիոն ժամանակահատված, չէ՞, չի կարող խորհրդային միությունից դուրս գալու փաստաթուղթը Ալմատիի հռչակագիրը իրենց համար օրինականություն ունենալ։ Հասկանում, եթե դու մի process-ի քեզ ապօրինի են միացրել, դու այդտեղից դուրս գալը ո՞նց ես օրինական համարում։ Էնել այն սահմաններում, որոնք եղել են խորհրդային միության տարիներին։ Այսինքն հայ հանրությանը մոլորության մեջ իհարկե Նիկոլ Փաշինյանին պետք է եղել եւ Արևմուտքին պետք է եղել որևէ հիմնավորում, որով
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է, կգցեն Ռուսաստանի գրպանը, նախկինների գրպանը, ման են եկել գտել են Ալմատի հռչակագիր, ասել են հարգելի Ալիև, կլինի մենք դա օգտագործենք մեր ժողովրդին խաբելու համար, ասել օգտագործեք, մեկը իմ համար որևէ նշանակություն չունի, որովհետև եթե այդ խաղաղության այսպես կոչված պայմանագիրը իր համար նշանակություն ունենար, որտեղ այդ պայմանագրում նշված է, չէ, որ ներպետական փաստաթղթերը չեն կարող մեջբերվել, որպեսզի չեղարկվի կամ չկատարվի այս պայմանագրի դրույթները, չէ։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի հիմնավորումը ճիշտ էր այդ իրավիճակում։ Ալիևը չպիտի պահանջեր սահմանադրության փոփոխություն Հայաստանի, անկախության հռչակագրից հրաժարում, որովհետև եթե այդ պայմանագիրը ստորագրվում է, ինքը արդեն ավելի ուժեղ դիրք է ունենում, քան անկախության հռչակագրի հիշատակումը սահմանադրության մեջ։ Բայց Ալիևը լավ է հասկանում, որ մի գործընթաց, որը հղում է արվում իրենց համար չընդունված փաստաթղթի, այդ գործընթացով իրենք Արցախը իրենցով կանեն, արդեն արեցին, հայաթափեցին, հետո երբ որ Նիկոլ Փաշինյանը կկարողանա մոլորեցնել այ ժողովրդին հայաստանցիներին, որ խաղաղություն է հաստատվել, իրենք արդեն հիշելու են իրենց անկախության հռչակագրի մասին, որտեղ լսեցիք Նիկոլ Փաշինյանին, թե որ մարզերի նկատմամբ իրենք հավակնություններ ունեն։ Այդ մարզերի բնակիչները ու ոչ միայն մտածելու բանն են մինչև հունիսի 7-ը։ Ողջ Հայաստանը մտածելու բան ունի, որովհետև Սյունիքը միայն սյունեցիներինը չի։ Սյունիքը Հայաստանի Հանրապետություն, ինչպես Կիրանցը միայն Կիրանցի բնակիչներինը չէ, դա մեր հանրապետության տարածքն է եւ մենք բոլորս պիտի մտահոգվենք դրա մասով, ոչ միայն այդ մարզերի բնակիչները։ Անդրադառնանք մյուս տեղեկատվությանը, որ հրապարակ օրաթերթն է հայտնում, Ալիևն ուզում է մինչև ընտրությունները գերիների 2 խմբի վերադարձնել Հայաստան, մի խմբում կլինեն 8 հոգի, մի խմբում 3 հոգի, այս մասին տեղեկացնում են թերթի աղբյուրները, նպատակը մեկն է, որպեսզի Ադրբեջանի համար ցանկալի այս իշխանությունը վերարտադրվի։ Բոլորս աղոթում ենք, բոլորս մեկ վայրկյան առաջ ուզում ենք, որ մեր գերիները վերադառնան Հայաստան։ Բայց այս քաղաքական գիծը ինչի մասին է խոսում։ Այդքան վատ վիճակում է Նիկոլ Փաշինյանը։ Չէ, օրաթերթը իր գնահատականը տվել է, ինչի դες համաձայն եմ։ Այո, Նիկոլ Փաշինյանի վիճակը նախանձելի չէ։ Հանրային աջակցության տեսանկյունից եւ Ալիևը այո օգտում է Նիկոլ Փաշինյանին։ Ուզում է օգտել Նիկոլ Փաշինյանին։ Չմոռանանք, գիտեք, շատ կարեւոր դիտարկում անենք։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության նաեւ բացի քաղաքացիական պայմանագրից, ինքը Ադրբեջանի եւ Թուրքիայի վարչապետի թեկնածուն է։ Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետի թեկնածու գովազդել ներկայացրել է Հական Ֆիդանը։ Հական Ֆիդանը հունվարի 16-ին այս տարվա հայտարարել է, ուրեմն Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ հունիսին Հայաստանում սպասվում են ընտրություններ, կարևոր փուլ է լինելու։ Նա նշել է, հարցումներում տեսնում են, որ Փաշինյանն է առաջատարը եւ մենք այս գործընթացում նրա կատարած կառուցողական դերին իսկապես աջակցում ենք, այս գիծն ու կամքը պետք է շարունակվեն, ասել է Ֆիդանը։ Այս Ֆիդանի այս հայտարարությունից հետո միայն մարտի 30-ին է քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանն ընտրել վարչապետի թեկնածու, այսինքն ոնց որ Ֆիդանը սա նաեւ որ գնում եք աշխատանքի ընդունման կա նաև այսպես աջակցող նամակ, չէ, որ որևէ հեղինակավոր մարդ, որ այդ կառույցի համար նշանակություն ունի, նամակ է գրում, որ երաշխավորագիր, այո։ Հական Ֆիդանի երաշխավորագրով է Նիկոլ Փաշինյանը առաջադրվել վարչապետի թեկնածու եւ Ալիևի աջակցությամբ փորձում են իրեն ընտրեցնել որպես Հայաստանի վարչապետ։ Եվ այո, այդ գերիների վերադարձը տա Աստված բոլոր գերեվարված անձինք վերադառնան հայրենիք, բայց այս փուլում, հենց այս ձևով գերիների հավանական վերադարձը դա ուղիղ քարոզչական աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, եւ Ալիևը կարող է գնալ այդ քայլին։ Իրենք ուրիշ քայլեր էլ կանեն, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա մոլորեցնել հայ ժողովրդին։ Մի խոսքով, այդ վերելակային հանդիպումը հիշում եք։ Հիշում եք Ալիևը այդ ինչ բացահայտում արեց, ասես Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրել է, որպեսզի ես սահմանին կրակոցներ չլինեն, որ ինքը կարողանա իր ընդդիմախոսների հարցերը լուծել, որ հետո վերադառնա խնդրի լուծմանը։ Այդ խաղաղությունը, որ այդքան հիմա գովազդում են, չէ, էլի մոտ 2 տարի է, չէ, որ սահմանին չեն կրակում։ Այն ժամանակ էլ 2 տարի չեն կրակել սահմանին, հետո 100 տարվա տեղ կրակել են սեպտեմբերի 27-ից սկսած։ 2 տարի 18-ից մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը հուլիսյան լավ դեպքերը հաշվի առնենք, Ադրբեջանը չի կրակել, եղել է խաղաղություն սահմանին։ Բայց չի կրակել ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ներսում պիտի իր ընդդիմախոսների հարցերը լուծեր։ Նիկոլ Փաշինյանը ներսում
ապօրինի հետապնդմաններ ենթարկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մինչև այդ հարցերը չլուծվեր, չէին կարող վերադառնալ այդ հարցին։ Հիմա էլ ըստ էության ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ալիևին սահմանային միջադեպեր չլինեն, մինչև հայ ժողովրդին մոլորեցնեն, մինչև հունիսի 7-ը անցնի։ Լավ եկեք չմոռանանք 2023 թվականին ինչ եղավ։ 2023 թվականին միջազգային մամուլն է գրել, որ Ստամբուլում եղել է հանդիպում Արցախի դեմ ահաբեկչական հարձակումից առաջ տարածաշրջանի որոշ երկրներ իրենց դիրքորոշումը կամ գործողությունների ներդաշնակությունն են քննարկել, թե ով ինչ պետք է անի։ Եվ այդ նաև հրապարակումներում հիշատակվում էր, որ Հայաստանի կառավարությունից ստացել են երաշխիք, որ Հայաստանի բանակը չի միջամտի եւ չի կանխի ահաբեկչական գործողությունները։ Եվ միայն այդ երաշխիքից հետո Ադրբեջանում որոշում է կայացվել ռազմական գործողություններ սկսել Արցախի դեմ։ Այսինքն ճակատագիր այլ կլիներ, եթե Հայաստանի բանակը պատերազմը ուրիշ օր պիտի տեղի ունենար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված պատերազմը։ Ինչու սեպտեմբերի 19-ին տեղ ունեցավ, գիտեք։ Ինչու։ Որովհետև սեպտեմբերի 17-ին Երևանի ավականու ընտրություններ էին եւ ըստ մամուլի հրապարակումների Հայաստանի իշխանությունները խնդրել են, որ պատերազմը մի քանի օրով հետաձգվի, որպեսզի իրենք կարողանան Երևանում ընտրություններ անցկացնել։ Ինչու, որովհետև եթե ընտրություններից առաջ լիներ պատերազմը, դեմոնստրատիվ մասնակցություն էր լինելու, իրենք Երևանում կորցնելու էին իշխանությունը, ի վերջո եթե հիշում եք, Երևանի առնվազն լավ Մայր Հայաստանի մասը, որը հիմնական անդիմախոսներ իշխանությունների, քաղաքականացված էր եւ ամբողջ ընտրության տրամաբանությունը Արցախի մասին էր։ Այդ ճանապարհի ու ասֆալտի մասին չէր, վերելակների մասին չէր, խոսակցությունը Արցախի մասին։ Հիմա պատկերացրեք այդ ֆոնին հանկարծ պատերազմ սկսեր։ ԿՊ միանշանակ կորցնել։ Քաղաքացիական պայմանագիրը կորցնելու էր Երևանում իշխանություն, իսկ Հայաստանի նման երկրներում Երևանում իշխանություն կորցնել նշանակում է կորցնել իշխանություն ամբողջ հանրապետությունում, որովհետև Երևանը հանրապետության կեսն է։ Տնտեսական առումով կեսից էլ ավել է, բնակչության առումով առնվազն կեսն է։ Եվ գլխավոր հարցերը որոշվում են Երևանում։ Սա է եղել սրանց ամբողջ այս ընթացքում, ոչ թե Ալիևին ու Ադրբեջանին կանխեն, որ պատերազմ չլինի հայ ժողովրդի դեմ, Արցախում, հա, տարբեր հատվածներում Հայաստանի, իրենց ամբողջ խնդրանքը ընդհանրապես սա եղել, կլինի պատերազմը այսինչ օրից հետո անեք հայ ժողովրդի դեմ, որ մենք կարողանանք ընտրվել, հետո կարող եք պատերազմ վարել։ Հիմա նույն վստահեցնում եմ ձեզ, ես համոզված եմ, որ նույն խնդրանքը հիմա եղել է Ալիևին։ Խնդրում ենք մինչև հունիսի 7-ը սահմաններին մի կրակեք, խաղ պահեք, որ կարողանանք խաբել հայ ժողովրդին։ Հետո հունիսի 8-ից հետո ինչ կուզեք արեք, կամ ինչի չի համաձայնվի հայ ժողովուրդը, կարող եք ստանալ պատերազմով։ Սրա մասին է խոսքը, այսինքն այս իշխանությունը, երբ որ մենք ասում ենք թուրք-ադրբեջանական, ամենը մի խոսքը կարող է չգնալ նրա մասին, որ այս մարդիկ ռուսերեն ասած պատպիսկով գործակալներ են, թեպետ այդպիսի մոտեցում էլ կար, չէ՞, մի քանիսի մասով։ Բայց առնվազն իրենց աշխարհաքաղաքական շահերը սպասարկողներն են, իրենց արած վարքով, իրենց քայլերով։ Պարոն Մուրազի, Պոլիտիկայում այսպիսի մի տեղեկատվություն էր հրապարակել, որ իր ձեռքի տակ հայտնվել են սղագրություններ Միքայել Մինասյանի ռուսական կողմի ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Կուզենայի ճշտել այդ սղագրությունների հավաստիության մասով, որքանով եք վստահ, նաև նշված էր, որ այլ սղագրություններ էլ կային, ընդհանուր առմամբ ինչի մասին էին այդ սղագրությունները։ Տեսեք, մի բան հաստատ է, եթե մենք վստահ չլինեինք, այդ հրապարակումը չէր լինի։ Մի բան նաև եւս կարող եք վստահ լինել, մենք մեր գործունեության ընթացքում որպես լրատվամիջոց, որևէ նախկին ներկա իշխանության գլխին գտնվողի հարցներին, փեսաներին չենք անդրադարձել, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չի եղել։ Ու հատկապես հարցերի առումով մեր մոտ անթույլատրելի։ Այսինքն ընտանիքի ներկայացում չի եղել։ Բայց ինչու ենք մենք սա գրել, որովհետև դա կոնկրետ ծրագիր էր, չէ՞, դուք հոդվածը կարդացել եք։ Այսինքն կոնկրետ ծրագիր էր որոշակի մարդկանց քաղաքական դաշտից չեզոքացնելու, այս պարագայում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու եւ քաղաքական դաշտը իրենց վերահսկողության տակ վերցնելու։ Լավ, դուք հիշում եք, մենք քանի անգամ ենք այս տաղավարում հանդիպել, առիթներ եղել է, չէ՞, խոսել ենք անգամ այդ մարդկանց անունները չտալով, ես ասել եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորված է մի մատրիցա,
հայ ժողովրդին մոլորեցնելու մատրիցան է եւ այդ մատրիցայից դուրս միայն Ռոբերտ Քոչարյանն է։ Հիմա այդ հոդվածով էլ ապացուցվեց դա, որ ամբողջ պայքարը էլի Ռոբերտ Քոչարյանի դեմ է, որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը կա, այդ մատրիցան չի կարողանում ամբողջապես ավարտուն տեսք ստանալ։ Այնպես որ որևէ կասկած չկա այդ հրապարակման հետ կապված, այո, սղագրությունները մենք տեսել ենք եւ տեսել ենք ինչ են քննարկել, շատ վատ է որ այդ մարդը այդպիսի գործունեության է ծավալում, բայց դա իր ընտրությունն է։ Ի վերջո, գիտեք, մարդը իր անցած գործունեությունը պիտի գնահատի, չէ՞ մեկ-մեկ։ Ի վերջո լավ, այդ մարդը հիմա որ այս գործունեությունը ծավալում է։ Լավ հաշվի առնում է նախքին իր գործունեությունը ինչի բերեց։ Երբ որ Նիկոլ Փաշինյաններ էին խաղացնում, ֆինանսավորում, աջակցում, լավ տեղ հասավ Հայաստանը։ Երբ որ դուք փորձում եք անընդհատ հարվածել Ռոբերտ Քոչարյանին, դուք գիտեք, չէ՞ որ Հայաստանը դրանից չի շահելու, որովհետև այնուամենայնիվ Ռոբերտ Քոչարյանը կարևոր ֆիգուր է եւ այդ կարևոր ֆիգուրը աշխարհաքաղաքական իմաստով լուրջ աջակցություն կարող է լինել Հայաստանի համար, ինչ որ պահերի, ես վստահ եմ այս պահին էլ։ Ինչու եք փորձում Հայաստանի հնարավորությունները նեղացնել։ Դրա բացատրությունը մեկն է, այդ օրակարգը ծառայում է թշնամուն։ Գիտակցումը կա իրենց կողմից։ Դե եթե դեսպան են աշխատել, այդքան կարողություն են կուտակել, դրսերում սովորել են, այդքանը չեն հասկանում, արդեն դա իրենց խնդիրն է, մեր խնդիրը չի։ Որովհետև դա գիտակցեն, չգիտակցեն, իրենց համար հասկանալի է, չէ՞, եթե մի բան խոսում են իրենք ու Մամեդյարովը, Ադրբեջանի նախկին արտգործնախարար, դե լավ գոնե դա ինչ որ բան նշանակում է, որ չի կարող հայերի շահերից հանդես եկողն ու Մամեդյարովը նույն բովանդակությամբ խոսեն, եւ նույն թիրախներն ունենան։ Այս դեպքում Ռոբերտ Քոչարյանը դա ինչ որ բան պիտի հուշի։ Իսկ եթե այդքանից հետո չի հուշում իրենց, կներեք, ուրեմն հասկանալի է թե ինչու է Հայաստանը այս վիճակում հայտնվում, որովհետև այդ մարդիկ որոշումներ կայացնողներ են եղել երկար ժամանակ Հայաստանում։ Եվ բնական է թե այդ մարդիկ այդքան բանը չեն հասկանում, պետությունը պետք է վարի տային։ Մարզեր ակտիվ այցելություններ եք գնում, մարդկանց տրամադրությունները, սպասելիքները ինչպիսին են, արդյոք որոշակի փոփոխություններ կան ու որքան ընտրությունները մոտենում են մարդկանց մոտ այդ ակնկալիքներն էլ մեծանում են։ Գիտեք, մի բան ակնհայտ է, որ նախագահ Քոչարյանի վերաբերյալ կա մեծ հետաքրքրություն, բայց նաև կա այսպիսի առումով խնդիր։ Մեր հասարակության այն հատվածը, որը թունավորված է կեղծ քարոզչությամբ, իրենք պարզ է կրկնում են քարոզչական այն բաները, թեզերը, որոնցով իրենց թունավորել են Ռոբերտ Քոչարյանի մասով։ Որպեսզի այս թույնը դուրս գա հասարակության միջից, պետք է այդ հասարակությանը հենց այդ հասարակությանը մոլորեցնողները դադարեցնեն մոլորեցնել այդ հասարակությանը։ Իսկ այդ հասարակությանը մոլորեցնողները ժողովուրդը չի, ժողովրդի ներկայացուցիչները չեն, նրանք այն մարդիկ են, որոնք այս կամ այն շրջանակների հետ կապ ունեն, ընդ որում նաև շրջանակներ, որոնք ընդդիմություն են դիրքավորված որպես։ Իսկ հասարակության հատվածը, որը շատ լավ գիտակցում է ինչ տարածաշրջանում ենք, ինչ խնդիրների մեջ ենք, ես վստահ եմ այդ հասարակության այդ հատվածը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ է խնդիրների լուծումը տեսնում։ Ամենևին ասելով խնդիրների լուծումը տեսնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մեջ չի նշանակում, որ իր իշխանավարման 10 տարիները եղել են անթերի խնդիրներ չեն եղել եւ քննադատելու ու ասելու բան չկա։ Իհարկե կա։ Ես Մասիս համայնքում ելույթիս ընթացքում էլ դրա մասին խոսեցի, որ Ֆրանսիան երբ հայտնվեց բարդ իրավիճակում, ֆրանսիական էլիտան գլխավորապես ամեն բան արեց, որ վերադարձեն Դե Գոլին իշխանության։ Այնպես չէ, որ Դե Գոլը իրենց երազանքների կառավարիչներ առաջի ժամկետից ելնելով, խնդիրներ ունեին, քննադատություններ ունեին, տարաձայնություններ էլ կային, բայց իրենք հասկացան, որ այդ խնդիրը կարող է լուծել Դե Գոլը ու այդ մարդուն ամեն բան արեցին, որ այդ մարդը վերադառնա։ Հիմա գանք մեր հանրապետության քաղաքական էլիտային, այդ էլիտայի որ հատվածն է դա գիտակցում, դե կտեսնենք այս ընթացքում ամեն ինչ բարձ կլինի, Քիչ ժամանակ չի այդ էլիտայի որ հատվածն է կարողանում իր անձնական ողը, թշնամանքը, վրեժխնդրությունը մի կողմ դնել ու հանուն պետության որոշում կայացնել, դա էլ ցույց կտա ժամանակը։
ամեն դեպքում այստեղ պետք է մի բան ֆիքսել, որ Ռոբերտ Քոչարյանը որպես երկրի երկրորդ նախագահ եւ էսպայն ընդդիմության կարևորագույն միավորներից մեկի առաջնորդ իր քայլն արել է։ Ինքը, այսինքն մի կողմ չի քաշվել, դուրս չի եկել քաղաքական process-ներից, չի ասել, դե որ չեք ուզում ես գնացի։ Ինքը իր քայլն արել է, իր առաջարկն անում է, քաղաքական հրաշալի ծրագիր ներկայացվել եւ ներկայացվելու է։ Կարծում բավական լավ քաղաքական թիմ էլ ներկայացված է։ Հիմա իհարկե ու պիտի շատ լավ աշխատանք տարվի, հանրության հետ անպայման պետք է աշխատենք, մնացածը արդեն ընթացքում կտեսնենք։ Ես կարծում եմ, եթե հասարակությունը եւ էլիտան ուզում է այս վիճակից դուրս գալ, սա ցավոք եմ ասում, որտեղ պիտի այսպես չլիներ, հա։ Այսինքն այդ գիտակցումը արդեն պիտի ձևավորված լիներ, պահանջնել։ Պիտի Ռոբերտ Քոչարյանը միակ տարբերակը չլիներ։ Իսկն պիտի մենք էլի տարբերակներ ունենենք, բայց հիմա ունենք այնինչ ունենք, այս իրավիճակ ունենք, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը Ռոբերտ Քոչարյանն է։ Եթե կան այլ տարբերակներ, թող մարդիկ ասեն, բայց հիմնավորված, հա, ոչ թե ասեն, այ մենք կգանք այսինչ բանը կանենք, չգիտեմ, մենք այնինչ բանը կանենք, այլ կոնկրետ փաստերով ներկայացնեն, ասեն, այս մարդու մոտ այսինչ բանը ստացվել է, ինքը կարող է դա անել։ Լավ կլիներ, որ մենք այլ տարբերակներ ունենայինք, այն իմաստով, որ բազմազանություն լիներ եւ չնայած ընդդիմադիր դաշտում կա բազմազանություն։ Ես արդեն բավականին խնդիրների լուծման իմաստով, որպես երկրի առաջնորդ, այդ իմաստով։ Հիմա այս պահին միակ լուծումը Ռոբերտ Քոչարյանն է։ Մարդիկ կգիտակցեն, կգան, ես կարծում շատերը գիտակցում են։ Կգնան այդ ճանապարհով, մենք ելքի այս վիճակից դուրս գալու մեծ հնարավորություն ունենք։ Ի վերջո այս տարածաշրջանը շատ բարդ վիճակում է գտնվում։ Շատ բարդ վիճակում է գտնվում։ Ես լսեցի ընդդիմադիր ուժերից մեկի ներկայացուցիչը ասում էր, այսպեսի խոսք, որ Նիկոլ Փաշինյանը ամեն բան տվել է, Ադրբեջանը ինչ ուզել վերցրել, էլ տալու բան չկա։ Դրա համար պետքա ոնց որ տնտեսություն բան զարգացնել, ապրել չաղ բախտավոր։ Դուք լսեցիք Նիկոլ Փաշինյանին։ Տալու շատ բան կա։ Եվ Ալիևն էլ շատ վերցնելու բան ունի։ Ադրբեջանը Երևանի մասին եթե տվող լինի, դրա համար պետք է մարդ, որը կարող է դա բանակցել, կարող է Հայաստանի շահը առաջ տանել։ Եվ իր կենսագրությամբ պիտի նայես, ոչ թե մեկը գա ասի հորս արև ես կարող եմ անել, այդպես բոլորն էլ կասեն, երևի շատերն էլ ասում են, որ այ որ իրանք կան, գիտեք ինչ կլինի։ Բայց արդյունքներով մենք նայում ենք Ռոբերտ Քոչարյանն այդ արդյունքները ապահովողը։ Էլի այդ օրինակը բերել եմ, մի անգամ էլ կբերեմ ցույց տալու համար ինչու եմ ասում Ռոբերտ Քոչարյանը կարող է։ Միացյալ Նահանգները հավաքական արևմուտքը դեմ էին Իրանից Հայաստան գազամուղ բերելուն, Ռուսաստանն էլ վստահաբար դեմ էր, որովհետև ռուսական գազի մենաշնորհը նվազելու էր դրանից։ Բայց Ռոբերտ Քոչարյանը կարողացել է դա բանակցել, համոզել Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրամիությանը, որ Հայաստանին պետք է այդ գազամուղը ունենալ, մեր անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է նման գազամուղ ունենալ։ Ու մենք այդ գազամուղը ունեցել ենք։ Հիմա ոմանք ասում են, մի քիչ ավելի հաստ պիտի լիներ բարակել, դուք 8 տարի իշխանության եք, մի քիչ ավելի հաստացնեիք այդ գազամուղը, եթե կարող եք։ Բայց այս մարդը կարողացել է դնել կոնկրետ խնդիր ու լուծել այդ խնդիրը։ Ես ուրիշ այլ խնդիրների մասին չեմ խոսում։ Սա ինչ որ այս օրինակ ինչ եմ բերում, որ անհնարին թվացող ծրագիրը դարձել է իրականություն, որովհետև մարդը կարողացել է բանակցել։ Ու հիմա էլ կարող է դա անել, եթե ժողովուրդը քվեարկի, էլիտան գիտակցի։ Պարոն Մուրազի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա իմ հյուրն էր Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազին։ Հաջողություն։